Գլուխ 17 Հավաքագրում սրբազան պատերազմի համար Ահաբեկչական խմբավորումը վերահսկում է եգիպտական համալսարանները 1970-ական թվականներին եգիպտական կառավարությունը բանտերից ազատ արձակեց մուսուլմանական եղբայրություն շարժման անդամներից շատերին Նախագահ Սադաթը մտածում էր, որ շարժումն այս անգամ կպայքարի Խորհրդային Միության ազդեցության և Եգիպտոսի կոմունիստների դեմ, ինչը և տեղի ունեցավ Միևնույն ժամանակ շարժումը տարածվեց Նոր թափ հավաքեց և սպառնալիք դարձավ նաև Եգիպտոսի կառավարության համար Ձևավորվեց մի նոր խումբ, որը կոչվեց Ալ-Գամաա Ալ-Իսլամիա Այն նույնպես հայտնի էր որպես իսլամական խմբավորում շարժում Անգլերենով IGM Islamic Group Movement Նրանց մարտավարությունն էր հավաքագրել և աշակերտել դպրոցներում և բուհերում սովորող երիտասարդներին Այս նոր սերնդի ուսուցիչները բանտից ազատված Ալ-Ազհար համալսարանի նախկին դասախոսներն էին Հավաքագրում իմ համալսարանում Նոր իսլամական խմբավորում շարժման առաջնորդները հետևում էին Ղութբի ծրագրի առաջին երկու քայլերին Նրանք երկրի տարբեր շրջաններում ճամբարներ էին կազմակերպում իրենց անդամներին հոգևորապես և գաղափարապես պատրաստելու համար Ճամբարները լցվեցին Եգիպտոսի համալսարաններից հավաքագրված ուսանողներով Եգիպտոսի բոլոր խոշոր համալսարանները վերահսկվում էին այդ խմբավորման կողմից Նոր անդամները ճամբարներում 3-ից 7 օր անցկացնելով աղոթում էին, ծոմ էին պահում և իսլամի պատմություն ուսումնասիրում Նրանց ուսումնասիրության թեման հիմնականում Մուհամեդի կյանքն էր, թե ինչպես էր նա առաջնորդում ջիհադը և կիրառում իսլամական օրենքը Այդ խմբավորումների առաջնորդները հոգեբանորեն ազդում էին աշակերտների վրա, համոզելով, որ նրանք են իսլամի միակ հույսը Նրանց ասում էին, եկել է ժամանակը, որ իսլամը վերադառնա իր ճշմարիտ ճանապարհին և քայլեր կատարի համաշխարհային իսլամական գերտերություն ստեղծելու ուղղությամբ Այդ ժամանակ ես ապրում էի Ալ-Ազհարի ուսանողական հանրակացարանում, որը Կահիրեի Նասերի քաղաք կոչվող թաղամասում էր Այդ հանրակացարանում Եգիպտոսի տարբեր շրջաններից եկած 3500 ուսանող էր ապրում Համալսարանի տարածքում մի մզկիթ կար, որտեղ իսլամական խմբավորում շարժման անդամները իրենց ամենօրյա աղոթքներն էին անում, իսկ ազատ ժամերին ջանասիրաբար աշխատում էին նոր ուսանողներ հավաքագրում և աշակերտում Մի անգամ, երբ բոլորս հավաքված էինք մզկիթում, խմբավորման առաջնորդներից մեկը կանգնեց և հայտարարեց Քրիստոնյաների գաղտնի մի խումբ կա, որը հանրակացարանից ոչ հեռու բնակարաններ է վարձում Նրանք դեմ են իսլամին և ստիպում են աղջիկ ուսանողներին սեռական հարաբերություն ունենալ քրիստոնյա տղամարդկանց հետ Հետո նա հայտնեց այդ բնակարանների համարները Հայտարարությունից ցնցված ուսանողների զայրույթը բորբոքվեց Նա շարունակեց Աղջիկների հանրակացարանի մուտքի մոտ մի փոքրիկ խանութ կա, որտեղ գրիչ, թուղթ և թեթև նախաճաշ են վաճառում Այդ խանութը անվճար պոռնոգրաֆիկ ամսագրեր է բաժանում մուսուլման աղջիկներին Քրիստոնյաների այս խումբը փորձում է այդ աղջիկներին շեղել իսլամից Հավաքվածների սրտում ասես կրակ վառվեց Քրիստոնյաները այդպիսի բաներ են անում մեր աղջիկների հետ Մենք կոչնչացնենք նրանց Հարյուրավոր ուսանողներ վազեցին դեպի այդ խանութը Նրանք գազով լցրին խանութը և պայթեցրին Այնուհետև գնացին և ամեն բան ջարդուփշուր արին նշված բնակարաններում Ուսանողների այդ խումբը հանրակացարան վերադարձավ ճաշի ժամին Ճաշից հրաժարվելով դուրս վռնդեցին աշխատողներին ճաշարանից, փչացրին 3500 բաժին ճաշը Հետո փակեցին դռները և մոլեգնած շենքով մեկ վազելով գոչում էին Ալլահու Ակբար, Ալլահը մեծ է 3 օր հանրակացարանի դռները փակ էին Ուսանողները ոչ հաց էին ուտում, ոչ էլ հաճախում դասերի Բայց կային ուսանողներ, որ չէին սատարում այդ շարժմանը Հանրակացարանից դուրս գալու համար նրանք հարկադրված էին պարսպի վրայով ցատկելով տուն փախչել Ես այդ ուսանողների մեջ էի Իրավիճակը չհարթվեց մինչև համալսարանի տնօրենը չհանդիպեց կառավարության քարտուղարներից մեկի և համալսարանի իսլամական խմբավորում շարժման առաջնորդի հետ Օրեր անց ազգային անվտանգության նախարարը եկավ համալսարան և հայտարարեց, որ ոչ մի քրիստոնեական խումբ չի գայթակղել ուսանողուհիներին Այդ հայտարարությունից շատերը հասկացան, որ իսլամական խմբավորման և նմանատիպ մյուս խմբավորումների անդամները ուղղակի անզուսպ մարդիկ են, որ փորձում են կռիվների միջոցով թշնամություն ստեղծել Պարզապես նրանք ցանկանում էին հասարակության մեջ ցույց տալ իրենց ուժը Հոգևոր առաջնորդություն
Տարին մեկ անգամ այս շարժումը ազգային հավաքույթներ էր կազմակերպում։ Տարբեր համալսարաններից եկած ուսանողները հավաքվում էին լսելու շեյխ Աբեդ Ալ-Համիդ Քիշքի եւ շեյխ Օմար Աբդել Ռահմանի նման մարդկանց, իսլամական աշխարհի ակնառու դեմքերի, որոնց նպատակը շարժման անդամներին ոգեշնչելն էր։ Տարեցտարի այդ շարժումն ավելի էր տարածում իր թևերը Սուդանի, Թունիսի, Ալժիրի, Եմենի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի եւ շատ այլ երկրների վրա։ Շեյխ Քիշքը եւ շեյխ Աբդել Ռահմանը բացառիկ ազդեցություն էին գործում երիտասարդների մտածողության վրա։ Շեյխ Աբեդ Ալ-Համիդ Քիշք Շեյխ Աբեդ Ալ-Համիդ Քիշքը Եգիպտոսում եւ ամբողջ արաբական աշխարհում իսլամի պերճախոս առաջնորդներից էր։ Նա եռանդուն ձայն ուներ եւ հին դասական արաբերենն օգտագործելու հատուկ տաղանդ, ինչի շնորհիվ լիովին իր ազդեցության տակ էր պահում ամբողջ լսարանը։ Նա իր տաղանդները օգտագործում էր իր բազմաթիվ քաղաքական ուղերձները երիտասարդ, քաղցած մտքերին փոխանցելու համար։ Ասես կախարդանքով նա վերահսկում էր լսարանի միտքը, ստիպելով նրանց միաժամանակ եւ ծիծաղել եւ լաց լինել։ Քիշքը ճանաչված էր նաեւ իր հանդուգն ու անպատկար խոսելաձևով, ինչը նա հաճախ կիրառում էր կառավարության եւ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ արտահայտվելիս։ Շեյխ Քիշքը լսաժապավենների եւ իր ծայրահեղական ուղերձների միջոցով թափանցում էր արաբական աշխարհ։ Նա չէր ճանաչում աշխարհագրական սահմաններ։ Շեյխ Օմար Աբդել Ռահման Շեյխ Աբդել Ռահմանը Ալ-Ասհար համալսարանում իմ ղուրանագիտության դասախոսն էր։ Այժմ ցմահ բանտարկված է Միացյալ Նահանգներում։ 1993 թվականին համաշխարհային առևտրի կենտրոնում ահաբեկչության փորձ կատարելու համար։ Բայց դուք պետք է գիտակցեք, թե ինչպիսի ազդեցություն ուներ նա Մերձավոր Արևելքում մինչև նահանգներ գնալը։ Որպես Ալ-Ասհարի շրջանավարտ եւ պրոֆեսոր, նա դոկտորի կոչում էր ստացել Ղուրանի եւ իսլամական օրենքի մեկնության ոլորտում։ Շեյխ Աբդել Ռահմանը հոգևոր հեղինակություն եւ առաջնորդ է մերօրյա ծայրահեղական խմբավորումների համար, եւ նրա առաջնորդությունը կատարյալ մոդել էր այդ խմբավորումների համար։ Նա փոխզիջումների չէր գնում, երբ խոսքը վերաբերում էր Ղուրանին։ Կառավարության հետ որևէ փոխհարաբերություն չուներ եւ չէր հնազանդվում նրա իշխանությանն ու օրենքներին։ Նա Ղուրանի եւ իսլամական օրենքի ուսուցիչ էր։ Այդ պատճառով երիտասարդներից շատերը վստահում եւ հնազանդվում էին նրա հրամաններին, նույնիսկ եթե խոսքը վերաբերում էր մարդ սպանելուն։ Նա ջիհադն առաջնորդում էր ըստ Ղուրանի եւ հավատում էր իսլամական պետության ստեղծմանը։ Նա պատրաստ էր կյանքը նվիրել այդ գործի համար։ Այն ժամանակ, երբ այս երկու առաջնորդները մարդիկ էին հավաքագրում եւ հիմքեր ստեղծում Եգիպտոսի կառավարությունը տապալելու համար, Մերձավոր Արևելքի մեկ այլ երկրում վերջապես իսլամը հասավ իր նպատակին։ Այն դեռ շատ ծայրահեղականների էր ոգեշնչելու ու սատարելու։ Այդ երկիրն Իրանն էր։